Անկախության կայացման և պահպանության գործում գլխավոր գործոնը հզոր բանակն է։ Հայաստանի պարագայում դրա դերակատարությունը կրկնակի մեծ է, քանի որ մենք շրջապատված ենք թշնամաբար տրամադրված հարևաններով, որոնք իրենց ծրագրերն իրականացնելու համար հարմար պահի են սպասում։ 1990 թվականին, երբ անկախությունը վերականգնելու և պետություն ստեղծելու գաղափարն ավելի տեսանելի ու անհրաժեշտորեն էր դառնում, առաջնահերթ հարցերից էին ազգային անվտանգությունը ու անկախության պահպանության հարցը, որի երաշխիքը կարող է լինել միայն մարտունակ բանակը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հստակ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրիի ինքնապաշտպանական դաշտերը։ Եվ իհարկե, անկախության բանակը։ Ռազմաքաղաքական կազմակերպությունը 1992 թվականից 1993 թվականին երկրապահ կամավոր ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց մարտունակ և կարգապահ բանակ։ Արդեն 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պաշտոնական որոշումը, որն էլ ասարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը բանակի ղեկավար նշանակվել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ժամկետային զինծառայողների բանակը համալրելու մասին որոշումը ընդունվեց 1992 թվականի մայիսին, հույսով, հավատով և հայրենիքը պահելու ու պաշտպանելու պարտականությամբ։ Երիտասարդ զինակոչիկների երդման առաջին հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 5 թվականի մայիսին, Հանրապետության հրապարակում։ Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում։ Ասում են բանակը նվիրառումների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգությունը ու խաղաղության արժեքը։ Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր անկախությունը, և չափազանցրած չլինի ասել նաև գոյությունը։ Գոյության առաջին իսկ օրից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները, անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի։ Այսօր էլ բանակը շարունակում է հավատարիմ մնալ իր գլխավոր առաքելությանը՝ ապահովել Հայաստանի ու դրա յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը։